Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Սկսում ենք հայկական հեռուստատեսության փորձնական հաղորդումները։ 1956 թվական նոյեմբեր 29-ը, օր, որ մեկ ընդմիշտ դաջվեց հայկական հեռուստատեսության ստեղծման պատմության մեջ։ Ճիշտ այդ օրը հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը ու TV-ն դարձավ մեր կյանքի անբաժանելի մասը։ Հայկական հեռուստատեսության եթերը բացեց հայկական էկրանի առաջին հաղորդավար Նարա Շլեպչյանը։ Շուրջ 7 տասնամյակում ստեղծվեցին տարատեսակ պատմություններ, հաղորդումներ, որոնք առ այսօր միավորում են սերունդներին մեկ էկրանի առաջ։ Ըստ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, տեխնիկական հեղափոխությունն ու 21-րդ դարի մարտահրավերները որոշակի պարտավորություններ են դրել հայկական հեռարձակողների վրա, որոնցից առաջնայինը մրցունակ բովանդակությունն է։ Ավանդական հեռուստատեսությունը որոշ ճգնաժամային ժամանակահատված է ապրում, կապված տեխնոլոգիաների զարգացման, հարթակների մեծացման, արհեստական բանականության գործիքների օգտագործման հետ, բայց ես համոզված եմ, որ ճգնաժամերը միշտ բերում են վերելքի եւ այս փորձության ժամանակահատվածը կբերի նոր եւ զարգացումների իշա իհարկե առաջերտին մեր լսարանի։ Խորհրդային միության փլուզումից ու անկախության հռչակումից հետո հայկական հեռուստատեսությունը աստիճանաբար ձերբազատվեց գրաքննությունից, ազատ խոսքը թե վեր առավ։ Եթերում հնչում էին կարծիքներ, գաղափարներ, որոնք կարող էին դուրս չգալ իշխանություններին, սակայն այդ տարիներին քաղաքական նկատառումներով չփակվեց եւ ոչ մի հաղորդում։ Հեռուստատեսության միջոցով փորձ էր արվում իրականացնել ազգային քարոզչություն, իսկ կրթությունն ու գիտելիքը առաջին պլանում էին, որ ըստ մեդիա ոլորտի փորձագետի մերօրյա բովանդակությունում բացակայում է։ Կուզեի տեսնել ավելի շատ կրթական ծրագրեր, ավելի շատ քննարկումներ, ոչ միայն հարցազրույցներ, թոք-շոուներ, լսարանի համար մրցակցությունն է, որ շատ սուր է ու կարծում եմ հեռուստատեսության համար շատ կարևոր է, որ այդ ժամանակակից մարտահրավերները չանտեսի եւ կարողանա լինել հեռուստադիտողի համար շատ կարևոր տեղ, որտեղ որ մարդիկ կդիմեն։ Այսօր ժամանակակից հայկական հեռուստատեսությունը բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց դարձել է նաև հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց։ Այն շարունակում է իր գլխավոր առաքելությունը՝ լինել վստահելի ուղեկից, լրջագույն իրադարձությունների ականատես ու արձանագրող, ինչպես նաև մշակույթի, կրթության ու ժամանակի ոգու կրող։ Այն պետությունները, այն իշխանությունները, որոնք ռեսուրս են տրամադրում կրթական բովանդակությունը լայնացնելու, մեծացնելու համար, այդպիսի պետություններում բնական է հեռուստատեսության միջոցով հասարակությունը շատ ավելի լավ կրթված է։ Ցավոք Հայաստանում այս խնդիրը ես դեռ չեմ կարող համարել լուծված։ Պետությունը քիչ ուշադրություն է դարձնում հեռուստաընկերությունների բովանդակության վրա եւ գրեթե չկան օժանդակության գործիքներ, մեխանիզմներ, որովհետեւ այդ բաղադրիչը նույն կրթական հեռուստաընկերությունների տեսակարակշռում խմբագրական քաղաքականության մեջ մեծ տեղ զբաղեցնում։ Հստակ ու անփոփոխ է սկզբունքը, որ հեռուստատեսությունը այսօր շարունակում է լինել ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև մշակութային միջավայր, հասարակությանը կրթող ու միավորող հարթակ։ Եվ հենց այդ արժեքներն են, որ տարիների ընթացքում ձևավորել ու ամրապնդել են մեր կյանքում ունեցած նրա կարևոր դերակատարությունը։ Այդ անփոխարինելի առաքելությունն է, որ մեզ այսօր մոտեցնում է հայկական հեռուստատեսության հիմնադրման 70-ամյակին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։